5 նշաններ, որ դուք օծված եք Աստծո կողմից։ Բարև ձեզ, սիրելի ընկեր։ Դուք կարծում եք, որ պատահաբար եք սեղմել այս տեսանյութի վրա։ Ես չեմ հավատում դրան։ Ես հավատում եմ Աստծո նախախնամությանը եւ վստահ եմ, որ Սուրբ Հոգին այսօր ձեզ այստեղ է բերել, քանի որ նա ձեզ համար ինչ-որ հատուկ բան ունի։ Մնացեք ինձ հետ մինչև վերջ, քանի որ ես բացահայտելու եմ 5 հզոր նշաններ, որոնք հաստատում են, որ դուք օծված եք Աստծո կողմից։ Գուցե դուք դեռ չեք գիտակցում դա, բայց Աստված արդեն գործում է ձեր կյանքում, եւ այն, ինչ ես այսօր կկիսվեմ, կարող է փոխել ձեր հոգեվոր ճանապարհի մասին պատկերացումները։ Նախքան սկսելը, եկեք կարճ աղոթենք, փակեք աչքերը մի պահ եւ թույլ տվեք Սուրբ Հոգուն գործել ձեր սրտում։ Հայր մեր երկնային, մենք գալիս ենք քո առջև եւ խնդրում ենք լցրու մեր սրտերը քո խաղաղությամբ եւ սիրով։ Ամեն։ Հիմա մենք պատրաստ ենք, եկեք միասին ճանաչենք այդ աստվածային նշանները։ Պատրաստվեք, որոշները կարող են ձեզ զարմացնել։ Նշան առաջին. դուք զգում եք հոգևոր պատերազմ։ Նկատել եք, որ երբ որոշում եք մոտենալ Աստծուն, ամեն ինչ սկսում է դժվարանալ։ Դուք պլանավորում եք աղոթքի, Աստվածաշնչի ընթերցանության կամ եկեղեցում ավելի ակտիվ մասնակցության ժամանակ, բայց հանկարծ ինչ-որ բան խանգարում է։ Գիտեք, սա պատահական չէ։ Այդ դժվարությունները կոչվում են հոգևոր պատերազմ։ Երբ դուք օծված եք Աստծո կողմից, թշնամին չի մնում անտարբեր ձեզ մոտենալու նկատմամբ։ Նա գիտի, որ Աստված ձեզ կօգտագործի մեծ նպատակի համար եւ ամեն ինչ անում է շեղելու եւ թուլացնելու ձեր հավատքը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ հոգևոր պատերազմը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի իրականություն է։ Եփեսացիներին ուղված նամակի 6-րդ գլխում Պողոս առաքյալը հիշեցնում է. մեր պայքարը ոչ թե մարմնի եւ արյան դեմ է, այլ իշխանությունների, պետությունների, այս խավարի աշխարհի իշխանների, երկնային տակի չար օգիների դեմ։ Այդ մարտերը կարող են դրսևորվել տարբեր ձևերով՝ անբացատրելի հուզական ծանրություն, անսպասելի կոնֆլիկտներ կամ հոգևոր հյուծվածություն։ Սրանք թշնամու հարձակումներ են, որոնք փորձում են ձեզ հեռացնել Աստծո ծրագրից։ Վառ օրինակ է Հիսուսի պատմությունը անապատում։ Մկրտությունից հետո Սուրբ Հոգին նրան տարավ 40-օրյա ծոմի, որտեղ Սատանան փորձեց նրան, առաջարկելով իշխանություն, հարստություն եւ հեշտ լուծումներ, բայց յուրաքանչյուր հարձակման Հիսուսը պատասխանում էր Աստծո խոսքով, ցույց տալով, որ լիակատար հենվել է հոր վրա։ Գուցե հիմա դուք էլ եք ապրում ձեր սեփական փորձությունները կամ կասկածները։ Ուզում եմ ասել կարևոր բան։ Այդ մարտերը չեն նշանակում, որ Աստված ձեզ լքել է։ Ընդհակառակը, դրանք հստակ նշան են, որ դուք ճիշտ ճանապարհին եք։ Հոգևոր պատերազմը տեղի է ունենում, քանի որ թշնամին վախենում է ձեր ներուժից։ Նա հասկանում է, որ եթե դուք մնաք հաստատուն, Աստված կօգտագործի ձեզ իր թագավորության առաջխաղացման համար։ Այսպիսով մի ընկճվեք, այլ ընդունեք այդ մարտերը որպես հաստատում, որ դուք սպառնալիք եք սատանայի ծրագրերի համար։ Ինչպես եք դուք հաղթահարում ձեր հոգևոր մարտերը։ Աղոթքը եւ Աստծո խոսքը ամենահզոր զենքերն են թշնամու հարձակումների դեմ։ Հիսուսը կատարյալ օրինակ ցույց տվեց անապատում, յուրաքանչյուր անգամ պատասխանելով գրքով։ Դուք էլ կարող եք այդպես անել։ Դրամադրեք ժամանակ Աստվածաշնչի խորհրդացությանը, սովորեք հավատքն ամրապնդող համարներ։ Իմ սիրելի համարներից մեկը Փիլիպեցիներին 4:6-7-ն է։ Ոչնչի համար մի անհանգստացեք, այլ ամեն ինչում աղոթքով եւ աղերսանքով, գոհությամբ ձեր խնդրանքները հայտնի արեք Աստծուն, եւ Աստծո խաղաղությունը, որ գերազանցում է ամեն խելամտություն, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով։ Շարունակեք աղոթել անդադար։ Դա անկեղծ զրույց է Աստծո հետ։ Եվս մեկ միջոց. շրջապատեք ձեզ հավատացյալներով։ Մատթեոս 18:20-ում ասված է. որովհետև որտեղ 2 կամ 3-ը հավաքված են իմ անունով, այնտեղ ես նրանց մեջտեղում եմ։ Եվ իմացեք, որ այդ մարտերը հավերժ չեն տևի։ Աստված խոստանում է երբեք չլքել մեզ։ Օրենք 31:6-ում ասված է. հաստատուն եղեք եւ քաջ, մի վախեցեք եւ մի սարսափեք նրանցից, որովհետև Տեր Աստված քո ինքն է գնում քեզ հետ, նա չի թողնի քեզ եւ չի լքի։ Երբ զգում եք հոգևոր պատերազմ, հիշեք, դա վկայում է Աստծո օծման մասին ձեր կյանքում։ Թշնամին հարձակվում է միայն նրանց վրա, ում համարում է սպառնալիք։ Սա նշանակում է, որ դուք առաջ եք գնում Աստծո ծրագրով, եւ նա ձեզ հետ է ամրապնդելով յուրաքանչյուր մարտում։ Նշան երկրորդ. դուք ունեք սիրտ կորածների հանդեպ։ Երբևէ զգացել եք սրտի ծանրություն, տեսնելով մեկին, ով հեռու է Աստծուց։ Գուցե դա ձեր ընկերն է, հարազատը կամ նույնիսկ անծանոթը, ով թվում է կորած եւ անհույս։ Եթե այո, իմացեք, սա ոչ միայն կարեկցանք է, այլ հստակ նշան, որ դուք օծված եք Աստծո կողմից։ Երբ Աստված օծում է ձեզ, նա ձեր մեջ դնում է սիրտ նրանց հանդեպ, ովքեր դեռ չեն ճանաչել նրան։
Այդ սերը դրսևորվում է որպես անկասելի ցանկություն օգնելու նրանց գտնել հավատքի ճանապարհը։ Հզոր օրինակ է Հիսուսի եւ Սամարացի կնոջ պատմությունը Հովհաննեսի ավետարանում։ Հիսուսը, խախտելով մշակութային եւ կրոնական պատնեշները, առաջարկեց նրան կենդանության ջուր։ Կինը այնքան ազդվեց, որ վազեց քաղաք եւ բոլորին պատմեց Հիսուսի մասին։ Արդյունքում շատերը հավատացին։ Նույն կերպ Հիսուսը ձեզ էլ տալիս է յուրահատուկ առաքելություն։ Գուցե նա հատուկ տեղադրել է ձեզ որոշակի իրավիճակներում, աշխատավայրում, ընկերների մեջ կամ պատահական հանդիպումներում, որպեսզի դուք լույս լինեք նրանց համար, ովքեր կարիք ունեն։ Եթե մտածում եք, ես չգիտեմ խոսել կամ կիսվել հավատքով, հանգստացեք։ Աստծուն պետք չէ ձեր կատարելությունը, նրան պետք է միայն ձեր բաց սիրտը։ Հաճախ ամենահզոր վկայությունը ոչ թե խոսքերն են, այլ գործերը, սիրո եւ բարության փոքր արարքները։ Մարտահրավեր եմ նետում ձեզ։ Մտածեք մեկի մասին, ով կարիք ունի Աստծո սիրո, աղոթեք նրա համար եւ փնտրեք, թե ինչպես կարող եք օրհնություն լինել։ Մատթեոս. Հիսուսը թողեց մեծ պատվերը ոչ միայն հովիվներին կամ միսիոներներին, այլ բոլոր օցիալներին։ Պողոս առաքյալը նվիրեց իր կյանքը կորածներին հասնելուն, տարապելով բանտեր, հալածանքներ։ Հռոմեացիներին նա ասում է. «Եղբայրներ, իմ սրտի ցանկությունն ու աղոթքը Աստծուն, Իսրայելի համար փրկության համար է»։ Եթե զգում եք այդ գիրքը կորածների հանդեպ, իմացեք, դուք մենակ չեք ձեր առաքելությունում։ Եսայիա 61:1-ում ասված է. «Տիրոջ հոգին իմ վրա է, որովհետև Տերը օցեց ինձ ավետարանելու աղքատներին»։ Այդ օծությունը նաև ձեզ վրա է։ Նշան 3. Դուք զգում եք անկասելի ցանկություն փնտրելու Աստծուն։ Երբևէ զգացել եք անբացատրելի ձգում դեպի Աստված, աղոթքի, Աստվածաշնչի ընթերցալության կամ նրա ներկայության մեջ ժամանակ անցկացնելու։ Եթե այո, իմացեք, սա Սուրբ Հոգու աշխատանքն է օծյալների սրտում։ Դա նման է անշեջ կրակի։ Հիշեք Դավիթ թագավորին։ Սաղմոսնը գրում է. «Ինչպես եղջերուն ջրի աղբյուրների է ձգտում, այնպես էլ իմ հոգին ձգտում է քեզ, ով Աստված»։ Դավիթը Աստծո սրտի մարդ էր, քանի որ անընդհատ ձգտում էր նրա ներկայությանը։ Զգում եք այդ ծարավը։ Այն հատուկ պարգև է։ Մատթեոս 5:6-ում Հիսուսն ասում է. «Երանելի են ճշմարտության համար քաղցածներն ու ծարավները, որովհետև նրանք կկշտանան»։ Այդ ձգումը պետք է սնուցել աղոթքով, խոսքով, փարաբանությամբ եւ հավատացյալների հաղորդակցությամբ։ Եբրայեցիներին 10:24-25-ում ասված է. «Մի թողեք ձեր հավաքույթները»։ Գործողություն. այսօր հատկացրեք ժամանակ Աստծուն փնտրելու։ Նշան 4. Դուք բախվում եք ընդդիմության եւ հալածանքների։ Երբևէ նկատել եք, որ երբ բաց եք խոսում եք ձեր հավատքի մասին, որոշ մարդիկ հեռանում են կամ քննադատում։ Եթե այո, իմացեք, սա նշան է, որ դուք օծված եք։ Հովհաննես 15:20-ում Հիսուսն ասում է. «Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ ինձ նախ ձեզանից ատեց»։ Ձեր լույսը անհանգստացնում է խավարում գտնվողներին։ Առաքյալները հալածվեցին, բայց մնացին հավատարիմ։ Երկրորդ Տիմոթեոս 3:12-ում բոլոր նրանք, ովքեր ուզում են աստվածավախ կյանքով ապրել Քրիստոս Հիսուսով, կհալածվեն։ Մատթեոս 5:10-11-ում երանելի են հալածվածները։ Խորհուրդներ. աղոթեք հալածողների համար։ Մատթեոս 5:24 հենվեք խոսքին, շրջապատվեք համայնքով, հիշեք մեծ նպատակը։ Նշան 5. Դուք զգում եք խաղաղություն փոթորիկների մեջ։ Չնայած շրջապատի քաոսին, զգացել եք անբացատրելի ներքին խաղաղություն։ Եթե այո, սա հազոր նշան է օծման։ Հովհաննես 14:27-ում Հիսուսն ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունը տալիս եմ ձեզ»։ Հիշեք, թե ինչպես Հիսուսը հանգստացրեց փոթորիկը։ Մարկոս 24:27։ Փիլիպեցիներին 4:6-7-ը խոստանում է խաղաղություն, որ գերազանցում է խելամտությունը։ Ինչպես պահպանել այն։ Վստահեք Աստծուն, խորացեք խոսքում, աղոթեք։ Հիշեք Հռոմեացիներին 8:28-ը, ամեն ինչ գործում է բարու համար։ Եսայիա 26:3 հաստատումով դու կպահես կատարյալ խաղաղության մեջ, որովհետև նա հույսը դնում է քեզ վրա։ Մենք հասանք վերջին, հույս ունեմ, որ այս 5 նշանները դիպան ձեր սրտին։ Պատմեք մեկնաբանություններում, թե որն է ամենաշատը ձեզ դիպել։ Եկեք ստեղծենք աջակցության եւ աղոթքի համայնք։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել ալիքին, հիմա ժամանակն է։ Բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակը շարունակելու ստանալ ոգեշնչող ուղերձներ։ Թող Աստված առատորեն օրհնի ձեզ։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։